Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջինս նշեց, թե կա նախարարի հրաման, որ հայ առաքելական հոգևոր կրթություն ստացած սպասավորները կարող են պայմանագիր կնքել զինված ուժերի հետ եւ հոգևոր ծառայություն իրականացնել։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարեհոգեբանական գծով վարչությանը։ Սուրեն Պապիկյանը եկել էր Ազգային ժողով Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելու զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Նշեց Պապիկյանը եւ ընդգծեց, որ ներկայում Պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության եւ այդ թիվն աճի միտում ունի։ Վերջինս շարունակեց իր միտքը, ըստ որի առաջարկում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվո վճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավար զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական գրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն նախատեսվում է քննարկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հաջորդ 2 հարցերը եւս դրական եզրակացություն ստացան։ Դրանցից մեկը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որի հիմնական զեկուցողը ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էր։ Օրակարգի մյուս հարցն էլ վերաբերում էր Ազգային ժողովի քաղաքացիական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին երկրորդ ընթերցման համար։